Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 30-ի համար։ Ես տեսարում թե երկրորդ անգամ եմ անում, երևի մոռացել էի գծեի, մի խոսքով չկա տեսանյութը, դրա համար հիմա եւս մեկ անգամ էլ կանենք։ Ուրեմն այդ օրը համարվում է հայլային օր, կարող եք պահել ձեր ցանկությունները, որովհետեւ բաց է տիեզերքը ձեր առջև եւ կկարողանաք հանգիստ, էլի մոմոս մոռացել եմ, կկարողանաք հանգիստ կապ հաստատել եւ պահել ձեր յուրաքանչյուր ցանկությունները։ Այդ օրը հենց այդ օրն է համարվում, այնպես որ օգտվեք առիթից։ Եթե ժամանակ լինի, եթե կարողանամ, ապա անպայման կանեմ այդ տեսանյութը, 3003 ինչ է նշանակում։ Իսկ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, իդեպ ամսի 1-ից սկսված կարող եք ժամերը գտնել մեկնաբանության բաժնում։ Ժամերը կսկսվեն այն պահից, երբ որ ես քարտերն եմ գցում, կավարտվի այն պահից, մինչև ես արդեն այդ կենդանակերպի նշանի մասին կխոսեմ։ Եվ կխնդրեմ նաև որպես թեկուզ օգնության կարգով, նայեք մինչև վերջ, ոչինչ։ Սկզբում ձայնս չի լսվում, բայց հետո ձայնս կգա։ Այսքանը եւ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 30-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև տան հետ կապված իրադարձություններ ունեք, այստեղ միգուցե արարողություն է, միգուցե մեկ այլ հարց է, տեղափոխվում եք եւ այլն։ Այստեղ սուտ է բացահայտվելու, միգուցե նաև հյուր ունեք, հնարավոր է հյուրն է դա բացահայտում, այսինքն կամ գաղտնի հյուր է, կամ գաղտնի ինչ-որ բաների մասին է խոսում, կամ բացահայտում է։ Սա գաղտնի սիրավեպ, նա կարող է բացահայտել։ Այստեղ սուտ կա եւ նաեւ բաժանում։ Ինչ որ մեկից կարող եք հեռանալ, ինչ որ բանից կարող եք հեռանալ։ Միգուցե այն ստի պատճառով է, միգուցե գաղտնի գործողությունների համար է։ Այստեղ կարող է նաեւ հյուր եք ընդունում, որից գործողություններ եք անում իրար հետ, որը գաղտնի է, որը ոչ ոք չգիտի, կամ դուք եք գնում հյուր։ Իրար հետ անում եք, վերջացնում եք այդ հարցը եւ ավարտում եք։ Ոնց որ ամեն մեկը գնում է իր ճանապարհին։ Բայց պետք է հասկանալ, որ մեջը սուտ կա։ Այսքանը ձեզ համար, կամ այստեղ կարող է հյուրը ասել է գալիս եմ, բայց չի գալիս, կամ ճիշտ ժամանակին չի գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 30-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը կարող վիճել ինչ-որ մեկի հետ, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այնտեղ պետք է զբաղվեք այդ գործերով, հնարավոր է բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է եւ այլն, մեկ այլ կենտրոն կարող է լինել։ Հեռախոսազանգ ունեք, հանդիպում ունեք նաև այդ օրը եւ երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, կարող է առիթը, կնունքը եւ այլն, ինչ որ մի գործողություններ են կամ երեխայի հետ գնում եք գնումներ կատարելու։ Եվ դա ընտանեկան կյանքն է նաև, որը կզբաղվեք ընտանիքով եւ հուզվում եք կամ նաև արտասվում եք այստեղ։ Ես չգիտեմ ինչու, կարող է երեխաներին վաղուց չեք տեսել կամ ինչ որ պահեր են, որ սերիալ եք նայում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մարտի 30-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ կամ թաքուն գործողություններ։ Նաև ոչ է գաղտնի կբացահայտվի, չկարողանաք թաքուն պահել այդ ամենը։ Օրվա ընթացքում ոմանք կցանկանան պարկել հանգստանալ, ոմանք էստեղ նաև ինտիմ հարաբերությունները, հեռախոսազանգ, սեղանի շուրջ եք նստելու եւ ինչ որ մեկից կարող եք բաժանվել կամ ինչ որ բանից կարող եք բաժանվել կամ հեռանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 30-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամադրություն ունեք սիրային, ոմանք էլ պայմանավորվածություն ենթարազատ մարդկանց հետ։ Սուտ կա այդ օրը նաև։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն, նաև հանդիպում, շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, սեղանի շուրջ եք նստում, սպասում եք եւ այստեղ հույսով եք ինչ որ մի բան ձեր ձեռքից բաց չեք թողնի։
Չգիտեմ սա ինչ է, միգուցե այդ ստի պատճառն է, հա, սուտն է պատճառը, ամենայն դեպս հույսով եք, որ ոչինչ, թե ինչ որ ձեզանից է կախված, դուք արեք, որ բաց չթողնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 30-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, լարված վերաբերմունք կարող է լինել, բամբասանք եւ այլն։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այստեղ այն ինչ գործերը որ չեք հասցնում անել, այդպես ոնց որ կկարողանաք ի վերջո հաղթանակ տանել այդ գործերում, ի վերջո կանեք կավարտեք, ձեր օգտին։ Եվ տատանվում եք ծանրու թեթև եք անելու, նաև ընտրության առջև կանգնած կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 30-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը սուտ կա ձեր շրջապատում, նաև հանդիպում ունեք ոչ մեկի հետ, հիասթափություն, տխրություն, մյուս կողմից էլ ինչ-որ բաներ ձեզ երջանկացնելու է, միգուցե հա ստի պատճառով է այդ վիճակը։ Եվ ժամ եք պայմանավորվել, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, կամ այդ օրը ժամ կպայմանավորվեք, ոմանք կգնան հարցազրույցի, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ կամ կխոսեն, ոմանք աշխատանքի կընդունվեն, շատ աշխատանք ունենաք, այդպես միգուցե պատվերներ եք գրանցում, կամ աշխատանքի մասին եք խոսում, ինչ-որ մեկի հետ, ինչ-որ աշխատանքի հետ կապված հարցեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։
Ինչ է սպասվում կշարքներին մարտի 30-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև ոմանք կսիրահարվեն, ոմանք սիրո խոստովանություն կանեն, կստանան, նաև ձեզ սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, բայց այդ օրը ինչ-որ մեկից կամ հիասթափվել եք, կամ տխրելու, հիմա չգիտեմ, սիրելիների հետ է կապված, դա թե ոչ։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Այդ օրը նաև պետական հիմնարկության հետ կապված գործեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, եւ այլ։ Եվ նամակ, փաստաթուղթ, միգուցե տեղից եք վերցնում, միգուցե տեղ եք փոխանցում, տալիս։ Նաև դա ինչ-որ փաստաթղթերի հետ գործողություն է կամ նամակագրական կապ։ Եվ բացի դա դա կարող է լինել փաթեթ։ Եվ այստեղ ինչ-որ բան էլ ձեզ երջանկացնելու այդ օրը։ Ինչ-որ մի բան տխրեցնում եմ, մյուսն էլ երջանկացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 30-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Նաև ինչ-որ մի բան է այստեղ ցավ տալիս ձեզ, այդտեղ հանկարծակի լուր ունեք, միգուցե դա է։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, միգուցե հիվանդանոց եք գնում, որովհետև նաև այդ օրը առողջությանը պետք է հետևեք։ Նաև դա կարող է լինել մեկ այլ կենտրոն, ասենք բացի բժշկականից կարող է նաև ուսումնական հաստատություն լինել, դատական գործընթացներ եւ այլն։ Համենայն դեպս այդ օրը խորհուրդ է տրվում, որ անպայման ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ եւ ինչ-որ բան էլ ձեզ կերջանկացնի, միգուցե կարող է այդ մարդկանց գալը։ Նաև այստեղ ժամը ունեք, ընկերոջ հետ կամ նոր ժամ կպայմանավորվեք, կամ արդեն պայմանավորվել եք, որպեսզի հանդիպեք իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 30-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք ձեր կյանքում, որը տեղի ունենում ամեն ամիս, նաև նոր կարող է սկսել այդպես ամեն ամսվա ցիկլը կամ ավարտվում է դա։ Նաև հույսով լցված եք ինչ-որ մի բանին, հույսով եք սպասում, հույսներ դրեք կամ ինչ-որ մեկի վրա, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, որոշ գործեր կանեք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև երջանիկ կլինեք, հա, ինչ-որ բան է ձեզ երջանք ասելու, միգուցե որ ավարտում եք ամեն ինչ, դա է ձեզ երջանք ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 30-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, որը նաև ձեզ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրանա։ Այդ օրը նաև գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք ոչ մեկի հետ, արժեքի մասին կխոսեք, կամ վճարում եք ինչ-որ բան։ Այստեղ տատանվում եք, ինչ-որ տհաճ պահեր կան, միգուցե դա է ձեզ տանջում, ընտրության առջև եք կանգնած, միգուցե ինչպես այդ հարցին լուծեք։ Եվ օձեր կան ձեր շրջապատում, դա կարող է լինել նախանձություն, այդպես վատ վերաբերմունք ձեր նկատմամբ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 30-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, չգիտեմ ինչը, այստեղ չեք տխրում համենայն դեպս։ Հյուրեր կամ դուք կգնաք կամ ձեր տուն կգան, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչպես կանեք։ Նաև ձեր ցանկությունները կիրականանան եւ դա ձեզ երջանկություն կբերի, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք եւ հանդիպում ունեք այդ օրը ինչ-որ մարդու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 30-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը տան հետ կապված հարցերը կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական միգուցե որոշում եք կայացնում, թե ինչ անել օրինակ տան հետ։ Նաև ունեք գաղտնի սիրավեպ կամ գաղտնի գործողություններ։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, միշտապեք ոչ մի քայլ անելուց։ Նաև ոչ հարցում էլ հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ բան ձեր օգտին կավարտվի եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։